Սիրելիներս, հարսս մաքրել է 3 գլուխ սոխ, լվացել է, հիմա կտրտում է, այսօր խոհանոցում ինքն է պատրաստելու, սոխը կտրտում է լցնի բլենդերի մեջ, որպիսի աղա, այսօր պատրաստելու է քյաբաբի ֆարշ, հարսիս անունն է Մանիկ, 3 գլուխ սոխ է մաքրել, հերթով կտրտում է, ասեմ, որ ֆարշի միսը 3 է աղացել, որպիսի սառնարանում միսը մի քիչ սառի, քյաբաբի միսը որ սառում է, լավ է ստացվում, ահա, սոխը կկտրտի, նայենք ինչ է անում, ահա, կտրտեց, հիմա տեսնենք ինչ է անում, ջուր է բերում, մի սուրճի բաժակ ջուր է լցնում սոխի վրա և դնում բլենդերին աղալու, խնդրեմ, ահա, աղում է սոխը բլենդերով, որ մանր լինի, խնդրեմ, սոխը աղած վերջացրեց, հիմա էլ համեմն է, մանրացնում, կտրտում մանր, որ լցնի աղացած մսի ֆարշի վրա, սիրելիներս, շաբաթ կիրակի բավականին հանգստանում եմ, քանի որ հարսս տանն է, օգնում է խոհանոցում, այսօր էլ քյաբաբ է պատրաստում, օրը կիրակի, ամուսինս որ եկել է հիվանդանոցից, աղջիկս էլ է հյուր գալու ընտանիքով, կնստենք, օր կանցկացնենք, կասենք, կխոսենք, համ էլ կհյուրասիրենք, այսօր էլ այսպես կանցկացնենք մեր կիրակին, հարգելիներս, հիմա աղացած միսը, որ 3 աղացել դրել էր սառնարանը, հանել է, բերանը պոլիէթիլենային պակետով փակել էր, հանել է, հիմա աղացած մսին կավելացնի բլենդերով աղացած սոխ, ինչքան որ հարկավոր է, համեմունքները ըստ ամեն մարդ իր բերանի համով, իր քիմքի համով է պատրաստում, ավելացնում է միայն համեմ, մենք միայն համեմ ենք ավելացնում, կարող եք դուք ուրիշ կանաչիներ էլ ավելացնեք, կես թեյ գթալ աղացած սև պղպեղ, մեզ մոտ պղպեղը շատ կծու է, դրա համար քիչ ենք լցնում, ահա որ կծու է, որովհետև սև կլոր պղպեղը կծու էր, որ աղացինք, աղն էլ ըսկ ձեր բերանի համով, լավ հունցում է, շատ լավ պետք է հունցվի, այդ աղացած գնդիկները բոլորը, հարգելիներս, պետք է բացվեն, դառնա լրիվ հավասար մասսա, որպիսի չթափվի շշի վրայից, աղը, սոխը, համեմը, սև պղպեղը ավելացրեց մսին, հիմա էլ սկսում է միսը լավ հունցել, տեսնում եք, պետք է լավ հունցի, որպիսի միսը բացվի և չթափվի շշերի վրայից, եթե կոշտ մնա կթափվի, խնդրեմ, փորձում է, տեսնում եք, տեսեք չի թափվում, ուրեմն արդեն պատրաստ է, խնդրեմ, արդեն միսը լավ, ոնց որ ուռած լինի, բացված, թեթևացած լինի, արդեն պատրաստ է, ահա, հավաքում է, որպիսի դնի սառնարանը, խնդրեմ, արդեն պատրաստ է, հիմա մսի բերանը ծածկում է ցելոֆանով, այսպես ակուրատնի փակում է,
կդնի սառնարանը, մինչև մենք հացը կտրտենք, ինչ որ մեզ հարկավոր է վերցնենք, դասավորվենք, նոր այդ ժամանակ միսն էլ կվերցնենք ու կգնանք հողամաս նոր տուն, ընթացքը ցույց կտամ հարգելիներս։ Ֆարշը պատրաստես, դրել է սառնարանը, իսկ հիմա կտրում է սոխը կիսալուսնաձև, որպիսի պատրաստ լինի քյաբաբը, ցանենք վրան։ Սիրելիներս, ոչ ուտելիքն է կարևոր, ոչ հագնելիքը, ոչ մի բան կարևոր չի, ամենակարևոր, ամենաթանկը առողջությունն է մարդուն, ընտանիքում սեր, հարգանք վայելելը, մեծին հարգելը, սիրելիներս, Աստված սիրում է խաղաղ և բարի մարդկանց, օրհնություններով օրհնում է այդ ընտանիքը, որտեղ սեր կա, հարգանք կա մեծի նկատմամբ, այդ ընտանիքը օրհնված է լինում անպայման։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, չեմ գովաբանում, հարգանքը ես ունեմ ընտանիքում, պատիվը կա, մեկս մեկին հարգում ենք, սիրում ենք, մեկս մեկի խոսքին չենք հակաճառում, մեկս եթե խոհանոցում գործ է անում, մյուսը չի խանգարում, այսպես պետք է լինի, սիրելիներս, երեխաները լսող, մեծերին հարգող։ Հիմա կտրիկ վերջացնի, շատ չասեմ, որ չասեք, տիկին Մարինե, մի գովաբանիր այդքան, իրոք գովաբանելու տեղ ունի, սիրելիներս, ցանկանում եմ ձեզ, Աստծո խաղաղությունը, ուրախությունը, առողջությունը, առողջ եղեք։ Մենք, սիրելիներս, տանջված ազգ ենք, թափառական, ահա, տեսնում եք, հիմա այսպես շերտ լցրեց մաղադանոսը, հիմա սոխը, այդպես շերտ կանի, տանջված թափառական ժողովուրդ ենք, ես օրինակ շատ մեծ սիրով հետ կգնամ Հայաստան, ուղղակի ընտանիքս այստեղ արդեն թոռներս են ծնվել, ընտանիքս այստեղ է արդեն կազմավորվել, ճիշտ հասկացեք, իմ լավ բարեկամներ, դրա համար ես մեծ սիրով կապրեմ Հայաստան, չկարծեք, որ ես չեմ ապրելու եմ, որոշել եմ վերջի տարիներս, չգիտեմ դե վերջը երբ է գալու, գնալու եմ Հայաստան, ամուսնուս ասում եմ արի գնանք, միասին մենք այնտեղ մնանք, թո երեխաները այստեղ, ասում եմ ոչ կարող է այդպես լինի, մենք ունենք, չունենք, մի թակ տղա ունենք, այդ է պատճառը, սիրելիներս, չկարծեք, որ ես իմ հայրենիքին չեմ կարոտում եմ հայրենիքիս, ջուրն էլ, այն համն ու հոտին էլ եմ կարոտել, ամեն մի քար ու թփին էլ եմ կարոտել, ահա վերջացրեց, հարգելիներս, շատ կարոտում եմ իմ լավ բարեկամներ, մինչև լավաշն էլ կտրենք, ես ու Մարինկաս, խնդրեմ, տեսեք, ցույց է տալիս, նոր կիջնենք կգնանք։ Քեբաբի համար արդեն կտրտել ենք լավաշը, պատրաստել ենք, ծալելը ցույց չտվեցի, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են ծալում լավաշը և կտրտում, հարգելիներս, այս անգամ թրջած լավաշ են գնել, չորը վերջացել էր, կտրտել ենք, պատրաստել ենք, հիմա այսպես հանգիստ ձեզ հետ միասին գնում ենք, անձրևոտ չի, ձույնը որ հալվել է, շաղի պես կար մի փոքր ձույն, սառած դեռ կա, տեսնում եք, մի փոքր սա հալվել է, անձրևն էլ մի թեթև մաղել է, դեռ ճանապարհը թաց է, երեկ չառաջ օրը շատ լավ չոր էր, իսկ այսօր մի թեթև առավոտյան անձրև եկավ, շատ խոնավ, թաց եղանակ է, արև չկա, բավականին տները արդեն կառուցապատել են, ապրում են, շատ գեղեցիկ թաղամաս է լինելու, բոլորն էլ հասցե ունեն այս տները, մենք էլ ունենք հարգելիներս, հասցեն փակ ծրած է դարպասի վրա, հիմա կամանց հանգստանալով, խոսելով գնանք միասին,
Այսպես մաքուր օդ է, իրոք այս մաքուր օդին ոչինչ չի հասնի։ Այս եղանակին ռուսի բաբուլյաները նստած են դրսում տակ, հագնվել են, մեքենա է գալիս, որպեսզի չջրոտվենք, թող անցնի, ահա անցավ, մենք էլ հանգիստ գնանք։ Այսպես խոսելով, կիսվելով, տրամադրություններս լավ, որովհետև մեր հայրիկը եկել է հիվանդանոցից, մենք ուրախ ենք։ Խնդրեմ, այս ճանապարհով էլ ցույց եմ տալիս ձեզ մեր ավտոտնակի ճանապարհն է։ Տեսնում եք, ավտոտնակներ են բոլորը։ Մենք ավտոն չենք կայանում տնակում, այնտեղ ավելորդ իրերն են, թե սարայում, թե ավտոտնակում, եւ մեր հավաբունն է այդ մասում։ Գնացինք, շատ լավ հարևաններ ունենք, մանավանդ այս փոքրիկ տան հարևանուհին եւ հարևանը մեզ հետ շփվում են, իրար հետ սրճում ենք, ինչու՞ չէ նաեւ ամռանը խորոված ենք ուտում, իրար հետ զրույցում ենք, շատ լավ հարաբերության մեջ ենք, հարգելիներս։ Սա էլ մեր ավտոմեքենան է, դե իհարկե մեզանից շուտ հասավ, մենք ոտքով էինք, ման գալով զրուցելով եկանք։ Հիմա արդեն հասնում եմ դարպասի մոտ, դռան մոտ։ Սա էլ մեր հասցեն, մտնում եմ, տեսնում եք, ծաղիկները լավ աճում են, ձույնը տեղ-տեղ, խնդրեմ։ Այստեղ դեռ ձույնը չի հալվել, մեծ կույտով կա, այնտեղ էլ Մոսկվիչ մեքենան է կայանված, գարնանը արդեն կաշխատի, կհանենք, որպեսզի մեր հոգսերը հոգանք, իհարկե մեր գյուղատնտեսական հոգսերը։ Արինկայիս հետ զրույցելով, ձեզ ցույց տալով, խոսելով իրար հետ, որդից կրակը վառել է արդեն, կավելացնի նորից կրակի վրա փայտ, գնացել է ներսում, շարում է շշերին քյաբաբի միսը։ Այստեղ հավաքել ենք շորերը, որ ամառը նստում էինք, մնացել է միայն իր կմախքը։ Այստեղ էլ տեսնում եք վարած, անշուք է ուղակի, որովհետև ոչ կանաչ կա, ոչ էլ բանջարեղեն, որ գեղեցկացնի, դե միասին գնանք ներս, պատրաստվենք։ Մտանք ներս, տեսնեմ հարսսել է շարում քյաբաբը շշերին, օգնում է որդուս, ասեմ, որ սիրելիներս միշտ մեր տան քյաբաբը ծնունդ լինի, ուրախություն, ինչ որ հարկ լինում է, հարսս է պատրաստում քյաբաբը, ընտիր պատրաստում։ Վերջացրեցին շարելը, տեսեք ինչքան գեղեցիկ, հավասար, կոկիկ ստացվեց, սիրելիներս, շատ ընտիր շարեց հարսս, որդիս մի քանի շիշ շարեց, գնաց կրակի մոտ, բոլորը հարսս է շարել, կեցես մանիկ ջան, ահա արդեն քյաբաբը պատրաստ է, վրան լցրել են կտրտած եւ մաղադանոս, հիմա կնստենք եւ կվայելենք մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, հարգելիներս, կվայելենք մեր կիրակին, կերանք խմեցինք, հիմա էլ հարսս սուրճ է դնում, այս փոքրիկ սրճեփով, գազ ունենք տան մեջ, ուղակի դեռ չենք միացրել, պառավոները վառվում են, սուրճն էլ խմենք, ահա սուրճն էլ է պատրաստ, սիրելիներս, կվայելենք կոնֆետով, մրգերով եւ այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ, հետաքրքիր տեսահոլովակը, համբիրում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, ձեր բարի կամեցողության համար, ցտեսություն։